Տերը թող օրհնի ձեզ, ընդունեք այս բարևները մեր եկեղեցու կողմից։ Տերը թող օրհնի ձեզ։ Իհարկե մի օրհնյալ ժամանակ է մեզի տրված այսօր, մի շատ օրհնյալ հրաշալի ժամանակ է տրված մեզի, որ մենք մեր հայացքը մեր արարողին ուղենք եւ մեր հաղորդակցությունը ավելի հաստատենք իրեն հետ։ Եվ Տերը թող զորացնի յուրաքանչյուրիս, որ այսօրվա այս հրաշալի տրված առիթը մենք բաց չթողնենք։ Այս հրաշալի առիթը երբևիցե բաց չթողնենք, որովհետև կրկնություն չի լինում, ժողովուրդ ջան։ Կրկնություն ընդհանրապես չի լինում։ Այսօր այն ինչ որ կա, դա է լինելու եւ սրա կրկնությունը էլ չի լինի։ Եթե ուզենանք էլ չի լինի։ Դրա համար Տերը թող օրհնի այսօրվա մեր այս հավաքույթը, որ ունենք մեր սրտում երկրպագելու, պաշտելու, փառավորելու նրա անունը, որտեղ իր անունով ենք հավաքված եւ ինքն էլ մեր մեջ ներկա է իր խոստումի համաձայն։ Թող հավիտյան փառավոր լինի իր անունը։ Եվ այսօր ունի ինքը իր ժողովրդի համար, ունի իր զավակների, դուստրերի համար, ունի մի օրհնյալ հնարավորություն, որ մինչ իր առջև ելնելը մեզ այսօր բարձրացնի ընկած վիճակից, բարձրացնի, աճեցնի, հասցնելու իր որդու լման հասակին։ Այս հնարավորությունը յուրաքանչյուրիս տրված է, որի համար հնարավոր է այսօր մեր խոսքին մեջ, թե Աստծո խոսքով մենք այն ինչ որ պետք է զրուցենք, խոսենք, հնարավոր է մի քիչ ցավացնող լինի, բայց ես կասեմ օրհնյալ լինի այն արդարի ձեռքը, որ մեր գլխում պետք է լինի, որտեղ դա մեզ համար օծման յուղ է, թող այդ բժշկությունը մեր անձերին մեջ լինի։ Ես կուզենամ, որ իմը առաջինը, հենց առաջինը իմը լինի, ես որովհետև նախանձավոր եմ այդ հարցին եւ ինչ որ մենք պետք է զրուցենք հիմա, ինչ որ պետք է խոսենք, ես կուզենամ առաջինը իմ անձինը լինի։ Մի կարծեք ես սա ասում եմ էգոիստ լինելու հարցում, ոչ, որովհետև այն ցավացնող բան է, այն ինչ որ պետք է ասեմ, մեր հոգու բժշկության հարցին վերաբերվող հարց է։ Դրա համար էլ որպեսի քեզ չվիրավորեմ, առաջինը ես իմ անձիս եմ դիպնում։ Թեպետ եւ եթե անգամ վիրավորելու էլ լինեմ, ու պիտի վիրավորվես, ունես մեծ բժշկության կարիք, որովհետև այսօր Աստծո խոսքը կուզենա մեզ այս բժշկությունը պարգևել։ Այն ինչի մասին որ պետք է մենք զրուցենք խոսքի հիման վրա, եղբայրներս, քույրերս, թող Աստծո Սուրբ Հոգին մեզ ավելի առաջնորդի։ Ես մեկ համար պետք է ընթերցեմ Հռոմեացիս թղթից 5-րդ գլխի 19 համարը պետք է ընթերցեմ։ Այսպիսի խոսք կա գրված, ասում է վասնզի ինչպես մեկ մարդու անհնազանդությունով շատերը մեղավոր եղան, այնպես մեկու հնազանդությունով շատերը արդար պիտի ըլլան։ Հնազանդություն կարծես թե ամեն իր դիրքորոշումը, ամեն իր մտածելակերպը, ամեն իր խնդիրները մեկ կողմ դրված առաջարկությանը գլուխ կծռե, ականջ կծռե, այսինքն Աստված այսօր քեզ ինչ որ առաջարկում է իր խոսքով, սա խոսելու է մեկ բանին։ Մի վստահի այսօր քո իմաստությանը, քո գիտությանը, քո փորձին, քո որևէ բանին մի վստահի, այլ այսօր կոնկրետ այն ինչ որ ինքը ունի քեզ ասելու, ականջ ծռի նրա խոսքին։ Ականջ ծռի նրա խոսքին, որպեսի ունենաս հոգու բժշկություն, ունենաս կյանք եւ էլ ավելին իր որդիով։ Ավասիկ այս խնդիրի վրայով ես կուզենամ այն ինչի մասին որ պետք է զրուցենք, եղբայրներս, քույրերս, հարազատներս, սա դարավոր եկած դեռ Եդեմի պարտեզից եկած մի հիվանդություն է մարդկության ցեղի մեջ, մի հիվանդություն է, որ այսօր
ես առաջինը խիստ կարիք ունեմ բժշկվելու, այո, ասում եմ իմ անձիս համար կարիք ունեմ բժշկվելու, դա խոսում է մարդկային այդ հիվանդության անունը մարդու փառքի եսի մասին է, այդ հիվանդությունը դա է, նույնիսկ մի զարմանակ այս մասին, որ ես պետք է զրուցեմ, մի զարմանակ նրա համար, որ եթե ասենք այն ամենավերջին մարդը, ասենք հավաքարարը, ներող պետք է լինեք, հազար ներողություն եմ խնդրում, զուգարան մաքրող մարդը, անձը, նա էլ իր մեջ ունի այդ մեծությունը, այդ փառքի դիրքը, նա էլ ունի իր մեջ, որովհետև եթե փորձենք ուշադրություն դարձնել, կարող է այսպես արտահայտվել ասելով, ով ինձ նման կարող է այսպիսի դժվարին գործը անել։ Ոչ մեկս չենք համարձակվի այդպիսի գործի, բայց այն տանձին մեջ արտահայտությունը դա է։ Ես կուզենայի ընթերցած լինել, միևնույն ժամանակ ուշադրություն դարձրեք, ես ինչի ասեցի, դեռ Եդեմի պարտեզից է այս ամենը գալիս, ես կխնդրեի ուշադրությամբ հետևեինք Ծննդոց գրքի 11-րդ գլխի հետևյալ համարները։ Ասում է հետևյալ խոսքերը. Եվ բոլոր երկրի լեզուն մեկ, ու խոսվածքը մեկ էր, ու եղավ, որ երբ արևելքեն կչվեին, Սենար երկրին մեջ դաշտ մը գտան, ու հոմ բնակեցան, և իրարուսին եկեք աղյուսներ շինենք, ու զանոք կրակով եփենք, և աղյուսները անոնց քարի տեղ եղան, ու ջութը անոնց ցեխի տեղ եղավ։ Եվ ասին, եկեք մեզի քաղաք-մը ու աշտարակ-մը շինենք, որու գլուխը մինչև երկինք հասնի, և մեզի անուն ստանանք, որ չլա թե բոլոր երկրի վրա ցրվինք։ Եվ Տերը մարդոս որդիներու շինած քաղաքը և աշտարակը տեսնելու իջավ։ Եվ Տերը ասավ, ահա սոնք մեկ ժողովուրդ են ու մեկ լեզու են, և մեկ է, և ասիկա շինելու սկսեցին, ու հիմա ինչ որ շինելու կխորին անոս մե պիտի չարգելվի։ Երեք բան հիմնականում նշվեց, խնդրեմ ուշադրություն դարձրեք, մարդիկ աշտարակ էին շինում, նպատակը ինչում ներկայանում նրանց շինած աշտարակը, ինչի համար էին շինում այդ աշտարակը, շեշտվում է այստեղ անուն ստանալու համար, իրենց փառքի համար, իրենց մեծության համար։ Երկրորդը, ինչ էլ որ սարքելու լինեին, երկրորդ միտքը, որ Տերը իջնելու էր տեսներ, այսինքն որևէ շինարարություն մարդու էության մեջ, ինչ էլ որ կշինե, Աստծո աչքերից չի վրիպում։ Եվ նույնիսկ Աստված չի էլ արգելում, երրորդ միտքը, որ ասում է հիմա ինչ որ կշինեն, չի արգելվելու իրենցից։ Չի արգելվելու, շինի քո փառքի աշտարակը։ Բայց միևնույն ժամանակ էլ ասում է ինչ որ սարքելու լինես, ես պիտի փլցնեմ։ Մյուս կողմը, ինչ էլ որ սարքելու լինես, ես պիտի փլցնեմ։ Ինչ կարգով էլ ուզում ես սարքես, ես պիտի փլցնեմ։ Միևնույն է, վրիպելու ոչինչ մենք չունենք։ Դրա համար ես նորից կանդրադառնամ այս մտքին, չէ որ մեզ առաջարկված էլ կա, ես կուզենամ Կորինթացիս մեջ հիշատակած լինել, առաջի Կորինթացիս 3-րդ գլխում այսպիսի խոսք կա, կուզենամ ընթերցած լինել, որպեսզի մենք միայն բացական կողմը չնայենք, ունենք նաև դրական կողմը։ Ահա խնդրեմ, եթե հիմա ուշադրություն դարձնենք 3-րդ գլխի այս համարներին, տեսեք ինչ ասում, պետք է ընթերցեմ 3-րդ գլխի 9 համարը, վասնզի մենք Աստծո գործակից ենք, դուք Աստծո մշակույթն եք, Աստծո շինությունն եք, Աստծո շնորհքին չափով, որ ինձի տրվեցավ, իմաստուն ճարտարապետի մպես հիմ դրի, բայց անոր վրա շինողները ուրիշ են,
միայն թե ամեն մեկը թող զգուշանա, թե ինչպես կշինեմ։ Վասնզի մեկն ալ ուրիշ հիմ չկրնա դնել, դրածեն զատ, որ է Հիսուս Քրիստոս։ Եթե մեկ այս վեմի վրա կշինե, ոսկի, արծաթ, պատվական քար, փայտ, խոտ, եղեք, այսինքն անձնավորությունը ունի շինարարություն։ Քրիստոս հիմքի վրա կշինե, իր փառքի եսի հիման վրա կշինե, ինչի վրա հիման կշինե, միևնույն է մարդը սպարապ մնալ չի կարող, նա իր շինարարությունն ունի։ Հիմա հստակ ասենք, քույր ես, եղբայր ես, շարքային ես, հովիվ ես, արքեպիսկոպոս ես, ով ես, վերջապես յուրաքանչյուր իր շինարարությունն ունի։ Հիմա դու ինչ ես շինում։ Եվ այսօր թե ինչով ես շինում։ Որովհետև վերջապես այսօր Աստված ունի իր սերը մեր նկատմամբ այս ամենը մեզ փոխանցելու, հաղորդելու, որպեսզի մենք այսօր մինչ իր առջև կանգնելը ունենանք բժշկված, ունենանք իր խոսքի հնազանդության ավելի մեծ խոնարհությամբ, որպեսզի ինքը բարձրացնի եւ ոչ մենք բարձրանանք։ Ինչպես գրված է Պետրոսի մեջ ասում է, եւ անոր հզոր բազուկներու ներքո խոնարհեք եւ անիկա ձեզի հարմար ժամանակին պիտի բարձրացնի։ Եվ ընդհանրապես հիմա մեր հավաքվելուն մեջ այսօր պետք է ինչպես գրված է Պետրոսին մեջ, խնդրեմ կուզենամ ընթերցած լինել առաջի Պետրոս կուզենամ ընթերցած լինել հետևյալ խոսքերը երկրորդ գլուխ կընթերցեմ 3-4-5 համարները։ Եթե Տիրոջ քաղցրը լալուն համը առիք, որու մոտենալով այն կենթանի վեմին, որ թեպետ մարդոց մե անարգված է, բայց Աստուծո մե ընտրված ու պատվական է, դուքալ կենթանի քարերու պես շինվեք հոգևոր տաճարը, սուրբ քահանայությունը Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծո հաճելի հոգևոր պատարակներ բարձրացնելու։ Այո, նա արժանի այդ պատարակներին։ Այո, մեր նպատակը սա է, որ մեր միջից բարձրանա հոգևոր այդ անուշահոտ պատարակները։ Իսկ ցավալի է, որ կոնկրետ մենք շփոթված այդ վարակին ավելի տեղիք տալով, այդ հիվանդությանը ավելի տեղիք տալով, հիմա ներող պետք է լինեք ասելուս համար, թեպետ եւ Բաբելոնի աշտարակը շինության ժամանակ նրանք աղյուսից սարքեցին այդ շինությունը բարձրացրեցին եւ անունը դրեցին Փառքի եսի մեր անունի համար աշտարակ, բայց հիմա մենք թեպետ մի քիչ ընենց գուցե եւ ծածկված աստառը լինի Քրիստոս, մեր շինարարության քարփինջն էլ լինի կներեք իհարկե, աղյուսներն էլ լինեն սպիտակ, որ թեպետ արդարության կողմն են ցույց տալիս, բայց դա լինի դարձյալ մեր Փառքի ու եսի համար։ Անունը դա լինի որպես հոգևոր, բայց կառուցենք այդ աշտարակը։ Ցավալի է իհարկե, ես մի դեպք պետք է հիշացնեմ, մի փոքր ուսումնասիրության կարգով մենք մոտեցում ունենանք դրան, կուզենայի ուշադրություն դարձնենք մեզ ծանոթ տեղը, բայց մի բանի վրա ուշադրություն պիտի դարձնենք։ Դանիել մարգարեության մեջ հիշատակված է այն 3 եղբայրների մոտեցումը, Սեդրակ, Միսակ, Աբեդնոգովի մոտեցումը։ Բայց ես դրա վրա այդքան ուշադրություն չեմ դարձնում, հիմա բացասական կողմն եմ ուզում ուշադրություն դարձնել, թե մարդու ներքին վիրավորվածությունը ինչ աստիճանի է բարձրացած, որ եթե հանկարծ այդ փառքի վիրավորվածության, այդ արձանին ինչ-որ ցեխ ես նետում, կամ ինչ-որ արհամարանք ես ունենում, թե մարդը ինչքան դաժանորեն լեցվում է դիմացինի նկատմամբ, թե ատելությամբ, թե աչքոված չի ուզում տեսած լինել, սրանք բոլորը վիրավորվածության հիման վրա են տեղի ունենում։ Խնդրեմ, ես փորձեմ ուշադրություն դարձնել այս հատվածին վրա։ Կընթերցեմ եղբայրներս քույրերս 3-րդ գլխի 13 համարից։ Այն ատեն Նաբուկոդոնոսորը սրտմտությամբ եւ բարկությամբ հրամայեց, որ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը բերեն, ուստի այն մարդիկ թագավորի առջև բերվին։ Պատասխան տվավ Նաբուկոդոնոսորը ու անոնց ասավ.
ով Սեդրակ Միսակ Աբեդնագով խորհուրդով է, որ իմ աստվածներս չեք պաշտեր, ուշադրություն դարձրեք այս համարին, խորհուրդով է, որ դուք իմ Աստծուն չեք պաշտում, որ իմ աստվածները չեք պաշտում եւ իմ կանգնեցրած ոսկե արձանին երկրպագություն չեք անում, դա խորհուրդով է ձեր մեջ, ես ուղղակի պատասխանը չեմ ընթերցի, այլ մի քիչ ներքև ավելի կիշնեմ, 16 համարից, պատասխան տվին Սեդրակ Միսակ Աբեդնագով հարկավորություն չունենք եւ հիմա ուշադրություն դարձրեք 19 համարից ինչ ասում այն ատեն Նաբուգոդոնոսորը բարկությամբ լեցվեցավ ու անոր երեսի երևույթը փոխվեցավ Սեդրակ Միսակ Աբեդնագովի վրա եւ պատասխան տալով հրամայեց որ հնոցը վառելու սովորականեն 7 անգամ ավելի սա ինչ էր խոսում եկեք տեղեկություն ունենանք նրա սրտից ինչ էր տեղի ունենում բավական էր սովորական հնոցը որ վառել էր մարդուն վառեր վերջացներ բավական էր դա բայց իր սրտին մեկ այլ բան էր որ 7 անգամ ավելի բորբոքեն սա խոսում էր իր սրտի վիրավորվածության մասին որպես ինչպես կլինի այս Սեդրակ, այդ ոնց եղավ որ իմ փառքի արձանին դու ցեղ գցեցիր, այդ ոնց եղավ, հիմա իմ ատելությունը եւ իմ վիրավորվածությունը արտահայտությամբ 7 անգամ ավելի պիտի բորբոքվի կրակը։ Օ ինչ աստիճանի վիրավորվածություն էր։ Ներող եղեք ժողովուրդ ջան, շարունակությունը սա էր ասում, որ հրամայեց վառելու սովորականին 7 անգամ ավելի վառեն։ Ու իր զորքին մեջ եղող զորավոր մարդկանց, որովհետև անհնար էր սովորական մարդը, ինչ որ տաներ հնոցն էր, կրակը այնքան բորբոքված էր իր սրտին։ Եղբայրներս, քույրերս, սա խոսում է մարդկային սրտի փառքի վիրավորվածության վրայով։ Հիմա ես կուզենամ ուղղակի ներող եղեք ինձի թեկուզ ստուգելու համար մեր անձը այդ անձի կողքին դնենք։ Հələ տեսնենք մենք ինչ աստիճանի վիրավորվածություններ ունենք, եթե անգամ թե մեր եղբայրն է, թե մեր քույրն է, մեզ մի թթու խոսք ասե, մի կծու խոսք ասե, կամ մեր ասածին այո չի ասե, կամ վերջապես այս բոլոր խնդիրներին հիմա մեր դիրքորոշումը ինչպես է։ Մենք կարողանում ենք թե այս համարի հիման վրա կարողանում ենք այս համարի հիման վրա դարձյալ Պետրոսի մեջ պետք է ընթերցեմ այս համարի վրա հիման վրա ընթացք ունենալ թե ոչ որովհետև սա բավականին դժվարին խնդիր է եւ Աստված ուզում է որ հատկապես մենք բժշկվենք այս հիվանդությունից դարձյալ կընթերցեմ Պետրոսի 2-րդ գլխի 21 համարից Քանզի դուք այս բանի համար կանչվեցաք, վասնզի Քրիստոսալ ձեզի համար չարչարվեցավ ու ձեզի օրինակ մթողոց, որպեսի իր շավիղներուն հետևիք, որ մեղք չգործեց եւ իր բերնին մեջ նենգություն չգտնվեցավ, որ կնախատվեր եւ փոխարենը չեր նախատվեր, կչարչարվեր բայց սպառնալիք չեր աներ, հապա ինքզինքը արդարության դատողին կհանձներ։ Հիմա ես ու դու մեզ վիրավորելու դեպքում կարողանում ենք մեզ արդարության դատողին հանձնել ու Ստեփանոսի պես էլ ասել Տեր իրեն մեղք մի սեպիր սա որովհետև վերջապես ինքն էլ բռնված լինելու այս բանի մեջ այս հիվանդության մեջ ինքն էլ ամեղք որովհետև ինչպես քիչ առաջ լսեցինք մեղքը մեղք կծնի մեղքն էլ մահ կծնի կտանի կործանումի Հիմա այսօրվա այս ընթացքը, եղբայրներս, քույրերս, այս ընթացքը մեզ խիստ կարևոր է, որ մենք այս բժշկությունն ունենանք։ Խիստ կարևոր է այս բժշկությունն ունենանք։ Եվ իհարկե, ես չեմ ուզում շարունակել պատմությունը բոլորդ էլ գիտեք Նաբուգոդոնոսորի, թե վերջապես ինքը իր փառքի դիրքից իջնելուց հետո ինչ էր արտահայտվում, իսկ հիմա ես երկնքի Տեր Աստծուն կպաշտեմ ու նրան կխոնարհվեմ, որովհետև մարդու վրա բարձրյալը կիշխե։ Այո, մարդու վրա բարձրյալը կիշխե
իր ստեղծողը կիշխե։ Մի համար էլ պետք է ընթերցեմ եղբայրներս, քույրերս, որպեսզի մենք ավելի սթափ մոտեցում ունենանք այս հարցի վրայով, ավելի սթափ մոտեցում ունենանք, որովհետև ուշադրություն դարձրեք մեկ բանի վրա ևս։ Ես պետք է ընթերցեմ հետևյալ խոսքերը։ Երեմիայի մեջ այսպիսի բան կա։ Խնդրեմ Երեմիայի առաջի գլուխ, եթե փորձենք ուշադրություն դարձնել, Երեմիա առաջի գլուխ հետևյալ համարները կընթերցեմ։ Նայե, 10 համարը պետք է ընթերցեմ, առաջի գլուխը։ Նայե, ես այսօր քեզի ազգերու վրա եւ թագավորություններու վրա կայնեցուցի, որպեսի խլես ու փլցնես եւ կորսնցնես ու ավիրես։ Եվ հետո շարունակությունը, նաեւ շինես ու տնկես, նաեւ շինես ու տնկես։ Եղբայրներս, քույրերս, եկեք համարձակ խոսենք այս բանի վրայով, որ Սուրբ Հոգու գործը մեր մեջ երբեք մեր եսի ու փառքի շինելու որևէ բան չունի, որևէ ավելացնելու բան չունի։ Ետ վերադառնանք Սավուղի դեպքի վրա, երբ որ կոնկրետ անձնավորությունը, եթե փորձենք ուշադրություն դարձնել առաջիկ թագավորացի մեջ, նկատի ենք առնում հետևյալ խոսքերը, ասում է, քանի որ դու Աստծո խոսքը մերժեցիր, Աստված քեզի մերժեց, եւ հետագայում ընթերցում ենք, որ Սուրբ Հոգին իրենից հեռացավ, որովհետև Սուրբ Հոգին էլ անելիք չուներ տվյալ անձին մեջ, երբ որ ինքը իր դիրքի, իր փառքին մեջ էր, մերժված էր Աստծո խոսքը իր կողմից, խոնարհվելու, ոչ թե ես խոսում եմ նրա մասին, որ մենք չենք հասկանում, չենք լսում, դա չի իմ ասածը, այլ ներող եղեք ժողովուրդ ջան, մենք հիմա գիտակցությունն ունենք, բայց խոնարհվելու խնդիրն է այստեղ, լսելու եւ Աստծո հոգու ձայնին խոնարհվելու խնդիրն է, մեր դիրքից ու մեր փառքից իջնելու խնդիրն է, որպեսզի մենք կարողանանք Աստծո հոգու գործը մեր մեջ տեսնել, այն քաղցր պտուները տեսնել։ Եվ հիմա նպատակը սա է Աստծո հոգու, որ մեր մեջ ավերի ամեն մեր երգցի, մեր կառույցները, մեր փառքի ամեն կառույցները ավերի, որ դնի, շինի Աստվածահաճո մի տաճար, որտեղից այնտեղից պիտի բարձրանա անուշահոտ պատարակներ։ Եթե չի բարձրանալու այդ պատարակը, եղբայրներս, քույրերս, ես կասեմ, մենք քայլ առ քայլ դեպի մեր արձանի բարձրության օրորի վրա քար ենք դնելու եւ Աստված այրելույա, ինչու որ խնդրեմ, ես կուզենամ Եսայի մարգարեությունից մի համար եւս ընթերցած լինել, մենք հստակ կարող ենք տեսնել, ասում է, ես նիհարություն պետք է ուղարկեմ, խնդրեմ, կուզենամ ընթերցած լինել, Եսայի մարգարեությունից 2 համար, մեկ որ այսօր ինչքան էլ գիտակից լինես, մի վստահի քո իմաստությանը, վերջապես տեսեք ինչ է ասվում 47:10 համարը, ու դու քո չարությանդ ապավինեցիր, ու սիր զիս տեսնող չկա, քեզի գլխի հանողը քո իմաստությունդ ու քո գիտությունդ են, եւ սրտիդ մեջ ասիր, ես եմ ու ինձ մե ուրիշը չկա, ես եմ ու ինձ մե ուրիշը չկա։ Ինչքան ցավալի է, եղբայրներս, քույրերս, ինչքան ցավալի է այս խնդիրը, երբ որ մարդը իր գիտության վրա հաստատված լինելով նորից ու նոր շարունակում իր աշտարակը շինել, բայց ցավոք սրտի, եւ մենք ինչպես Ծննդոց գրքի մեջ կարդացինք, որ այդ աշտարակը ինչքան էլ դու բարձրացնես, միևնույն է, ինչքան էլ դու բարձրացրած լինես, այնտեղ իջնելու Աստված տեսնի, եւ թեպետ չի արգելելու դու սարքի, բայց դու սարքեցիր ինքը քանդելու է։ Եվ շարունակությունը սա է ասում, Եսայի 10:16 համարն էլ, անոր համար Տերը զորաստերը, անոր գեր մարդոց նիհարություն պիտի ղրկե, ու անոր փառքին տակ հրդեհը պիտի վառե, բոցավար հրդեհի պես։ Անոր փառքին տակ ինչ պետք է անը, հրդեհ պիտի վառե,
ինչքան էլ մեծացած լինես, հրդեհ պիտի վառի եւ ոչինչ չի մնալու։ Դրա համար հիմա ինչքան կարևորություն է դառնում մենք, ինչքան կարևորություն մեր ականջը ծռենք Աստծո խոսքին, գիտակ ես, գիտակ չես, քո ստեղծողից ավելին չես կարող խորել, ավելի ճիշտը չես կարող խորել, հնազանդիր եւ նրա հզոր բազուկներու ներքո խոնարհիր եւ նա քեզ բարձրացնելու է ու արժանի իր զավակը եւ իր դուստերն անելու, որովհետեւ այն ոսկի արծաթ շինանյութը, որ քեզ տրված էր կառուցելու, սրանք քո խոնարհության մեջ են գտնվում այդ շինանյութերը։ Քո իմ խոնարհության մեջ, իմ ականջ ծռելուն մեջ են գտնվում այդ ոսկին արծաթը, թանկարժեք քարերը, որ այդ շինության վրա պետք է բարձրանա ու թեպետ եւ կրակ էլ լինի, դու մի վախեցիր, դա քեզի օգուտ է, ինձ օգուտ է, յուրաքանչյուրիս օգուտ է, որտեվ կրակը եթե մոտեցավ ոսկուն, ոսկին չի վախենում, այլ ընդհակառակը ավելի մաքրվում, ավելի է փայլում։ Տերը թող իր Սուրբ Հոգով մեզ այս կառույցին մեջ մտցնի, փայլեցնի, իր առջև փառավոր կեցնե։ Ամեն։